Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ռուսաստանից նաև պահանջում եմ, որ դուք նաև արձագանքեք Զելենսկու հայտարարություններին, որ Հայաստանում Զելենսկին հայտարարություններ արեց, Ռուսաստանից պահանջում են նաև դուք արձագանքեք այդ հայտարարություն եւ ասում են ինչու հայկական կողմը Հայաստանի ղեկավարը որևէ ձևով չարձագանքեր դրան, թե որ սպառնալիք էր հնչում իրենց հասցեին հայկական հարթակում։ Եվ նաև մայիսի 28-ին ԵԱՏՄ ղեկավարների նիստն է տեղ ունենալու Աստանայում։ Արդյոք ինչ որ ձեռնարկեք հեռավար դուք մասնակցել եք։ Նախ ես ասեմ, որ եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը բազմակողմ հարթակ է, անցկացման վայրը կապ չունի եւ այդ միջոցառումը ինչքան Հայաստանի ինչքան իմ միջոցառումն է, այնքան էլ մյուս մեր գործընկերների միջոցառումն է։ Եվ ես չեմ կարծում, թե ես մասնակից երկրների շատ լավ հյուրընկալող երկրի կառավարության ղեկավարի եւ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով ես չեմ կարծում, թե պետքա գրաքննեմ կամ պարտադիր ամեն ինչին արձագանքեմ եւ դա բազմակողմ հարթակ է եւ այդ բազմակողմ հարթակում մարդիկ արտահայտվում են եւ եղել է նաեւ որ իմ ներկայությամբ նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարություններ արել տարբեր երկրների վերաբերյալ, բայց ես չեմ հիշում, որ Ռուսաստանի Դաշնությունը ինձ ակնկալել, որ ես արձագանքեի այդ հայտարարություններին։ Այսինքն նկատի ունեմ ես պատեհ չեմ համարում եւ Հայաստանի Հանրապետությունն էլ այո եվրոպական քաղաքական համայնքի անդամ երկիր է, Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, ապա անդամ երկիր է, բայց դա չի նշանակում, որ մենք հավակնում ենք համաշխարհային բոլոր գործերին խառնվել եւ կներեք մենք փոքր երկիր ենք մեր օրակարգով, մեր փոքր օրակարգերով, մենք մեր օրակարգերի շրջանակում ենք մտնում եւ միշտ չի որ մենք համարում ենք որ գլոբալ հարցերի շուրջ առաջ ընկնել եւ հայտարարություններ անել, այսինքն մենք պետք է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք։ Մենք մեր համեստ դերակատարումն ենք կատարում, որպեսզի նպաստենք համաշխարհային կայունությանը եւ խաղաղությանը, բայց մեր մասով։ Մայիսի 28-ի հետ կապված ես նաեւ երբ որ ապրիլի 1-ին ես այցով եղել եմ Ռուսաստանի Դաշնությունում, ես Ռուսաստանի նախագահին տեղեկացրել եմ նաեւ որ քարոզարշավի բերումով չեմ կարողանալու մասնակցեմ դեռ այն ժամանակ, ես այն ժամանակ չգիտեի նույնիսկ հրավեր լինելու է թե չէ, բայց ես նախապես տեղեկացրել եմ նաեւ քաղաքավարությունից ելնելով եւ հարգանքի արտահայտման տրամաբանությամբ, որ չեմ կարողանալու մասնակցեմ մայիսի 9-ի շքերթին Մոսկվայի եւ նաեւ տեղեկացրել եմ, որ մայիսի 28-ին էլ չեմ կարողանալու մասնակցել եւ նախորդ օրը ես հեռախոսազրույց եմ զանգահարել եմ նաեւ Ղազախստանի նախագահին եւ տեղեկացրել, որ ես չեմ կարողանալ մասնակցել, որովհետեւ լավ արձակուրդում եմ եւ չնայած ամսի 28-ին արձակուրդում չեմ լինելու, որովհետեւ զորահանդես է լինելու եւ փոխվարչապետ Գրիգորյանը կմասնակցի միջոցառմանը։